հնարավոր։ Իսկ հիմա նստի ավտոն։ Ինչի համար։ Որ նստես կիմանաս։ Ոչ ուզում եմ նստեմ, ոչ էլ իմանամ։ Լավ չես անում, որ չես նստում։ Հեռու մնացեք ինձնից։ Այսօր ծնունդս է։ Գոնե ինձ նվեր արեք ու ազատեք ձեր ներկայությունից։ Առավել եւս որ ծնունդդ է, ծնունդդ պետքա սիրելի ամուսնուդ հետ անցկացնես, ոչ թե ում հետ պատահի։ Անկեղծ ասած չեմ էլ ուզում ձեզ պատասխանեմ։ Մերսի շնորհավորանքի համար։ Ավելի կտրուկ կլինեմ, եթե մեքենան չնստես, պապա այդ հավերժ հանգստյան գոտիկ ուղարկեմ։ Բայց Արզնի, Դիլիջան, Ծաղկաձոր չէ։ Այնտեղ որտեղ հանգստանում են իր նման արյունոտ ձեռքեր ունեցող մարդիկ։ Ով ում ինչ է ասում։ Նայեք ձեր ձեռքերին, տեսել եք ինչքան արյունոտված են ձեր ձեռքերը։ Կամ ձեր սրտի մեջ ինչքան մարդու կյանք կա թաղված։ Համենայն դեպս ես դեռ մարդ չեմ սպանել։ Այդ ձեզ թվում է։ Դուք իմ հորն եք սպանել։ Որովհետև այդ սոսը հաստատ ոչ ոքի ունակ չէր սպանելու։ Դրսում ցուրտ է։ Արի շատ արագ ընդհանուր հայտարարի գանք։ Ես կուլ չեմ գնա ձեր ոչ մի սպառնալիքին։ Սա սպառնալիք չի, ես ընդհանրապես փորձում եմ որդուս ընտանիքը փրկել։ Դուք ոնց կարեք ինչ-որ բան փրկեք։ Դուք մենակ քանդելու հարցում եք վարպետ։ Հա, ես քանդել եմ տղայիս ընտանիքը, բայց հիմա փորձում եմ փրկել, որովհետև իր փրկությունը դու ու ձեր չծնված երեխան է։ Ու ոնց եք այդ ուզում անեք, իմ ծնողի հաշվին։ Դու ինձ այլ տարբերակ չես թողնում։ Եթե վերադառնաս տղայիս մոտ, ես հորդ դեմ բոլոր ապացույցները կվերացնեմ։ Ինձ իմ տղայի երջանկությունն է պետք այդքան բան։ Պետք է ավելի շուտ մտածեիք ձեր որդու երջանկության մասին։ Իսկ հիմա գնացեք։ Գնացեք ու արեք այն, ինչ որ ուզում եք։ Վստահ ես։ Վստահ եմ։ Լավ։ Դե հետո իրարից չնեղանանք։ Ուր ես, Անգելինա, ամբողջ սրահով քեզ եմ փնտրում։ Գնանք ներս։ Էլի գնանք, բայց ասա ով էր։ Հենրին թե Միքայելը։ Մեքենան Միքայելին է, բայց դժվար Միքայելը ստեղ լիներ։ Հենրին է։ Դրա համար էլ տերևի պես կանգնած այստեղ դեղում ես։ Հենրին էր։ Անգելինան ինչ-որ երկար մնաց դրսում, գնամ բերեմ ներս չմրսի։ Հա, բալես գնա, Դավիթի մոտես նոր եկա, երեխան ունեց անուշ քնել էր։ Դու էլ վրատ մի բան գցի չմրսես։ Մեր աղջկա ծնունդն է, բայց մենք մեստեղ հյուր ենք զգում։ Ուրեմն խնդիրը մեր մեջ է։ Պիտի ազատվենք այդ բարդույթից։ Լավ անցնում։ Քեզ համար պետք է լավ անցնի։
Ինչ որ բան է եղել։ Չէ, եկա տեսա, որ Մաքուր օթեի շնչում։ Ինչա, լավ չես զգում քեզ։ Չէ, ուղղակի մի քիչ կարիքը կար, բայց արդեն լավ եմ, կարանք գնանք։ Քո այս վիճակում բալես նորմալ է, կարող է պահիտակել քեզ ված զգաս։ Չնայածում եմ ինչ ասում։ Իմ աղջիկը շատ լավ բժիշկ է դառնա։ մամայի նման։ Բայց եկեք գնանք ներս։ Ճիշտ ասում, պապան, ստեղ ցուրտ է համել հյուրերդ քեզ են սպասում։ Ես սրանից էի վախենում ու փախչում։ Այսօր ձեր վերջին օրն է, ձեր վերջին րոպեները։ Վայելեք իրար։ Կուզես մի հատ թե ասեմ քո համար բերան խմես։ Չեմ ուզում։ Մի տեսակ գույնը դուրս չի գալիս։ Մի քիչ մատքերով։ Ալես ինչ որ խնդիր կա։ Չէ, մամ ջան, խնդիր չկա։ Բա ինչ ես տխուր։ Այսօր քո օրն է։ Նույնը ես եմ ուզում ձեզ հարցնեմ։ Այսօր իմ ծնունդն է, պիտի ուրախանաք, բայց տխուր նստել եք։ Ուղղակի ես ու պապատ ուզում ենք, որ ծննդանորդ նշենք ոնց որ միշտ մեր տանը։ Բայց դա ոչինչ։ Կապ չունի որտեղ ենք նշում, ինչ պայմաններում, որ հասարակ ինչ է փոխվում մեր կյանքում։ Մի բան կա, որ հաստատ չի փոխվի երբեք։ Հետ իմ սերն է ձեր հանդեպ։ Կասես ինչ էիք խոսում Անգելինայիս հետ, որ երեխես սենց շփոթված է։ Տեղդ էր եկել։ Հենրին։ Դավիթը կարծեմ էստեղ է։ Չէ, ուղղակի Հենրին Ֆայնայի հետ տեղ ուներ գնալ։ Ինչի դժվար էր այնտեղից գար Անգելինայի ծանոթն ու տրամադրությունը փչացներ գնար։ Ինչ է ասել։ Հենրին իհարկե քո տղան է, բայց եթե մի անգամ էլ փորձի նեղացնել Անգելինային, ինձ հետ գործ կունենա։ Հենրին չի կարող քեզ հետ գործ ունենալ։ Ու ոչ էլ դու Հենրիի հետ։ Իսկ Անգելինայի համար մի անհանգստացի։ Տղես երբեք նենց բան չի անի, որ Անգելինային ցավ պատճառի։ Արդեն պատճառել է։ Բոլորից շատ ու բոլորից դաժան։ Իհարկե չէի ուզենա ստեղացնեի, բայց տղուս խաթր ես իմ սկզբունքների վրով էլ կանցնեմ։ Վերկաց բարելու։ Չէ, մեր դուք բարեք։ Արի, այ բարում ենք։ Դե, վերկա։ Բարև ձեզ։
թվում է վերով է եկել։ Ես դու հավատացիր։ Աստված իմ հորքուր, սա ինչի անորից եկել, ինչ ա ուզում սա մեզնից։ Բարև բալես։ Բարև ձեզ։ Կներեք, որ չենք հրավիրել ծնունդին։ Ոչինչ, ես արդեն իմունիտետ ունեմ նման բաներից, չեմ նեղվում։ Ծնունդդ շնորհավոր։ Էս էլ քո նվերը։ Բայց կլինի ես բացեմ։ Այս սահադաշտը լավ միտք չէր։ Ամեն տեղս ցավում է։ Կոնկրետ ինչ է դա ցավում։ Լրիվ ցավում է։ Ես քեզով էր խնդրում սահադաշտում քեզ դասատուի տեղ տնեիր, մեզ է ցույց տայի ոսպի սահենք։ Դրա մորը ցավում է։ Հա, էլի, ես ինձ համար հանգիստ սահում էի։ Էկարի փրոքրես։ Ավելի փչացրեցիր, առանց քեզ ես ավելի քիչ էի ընկնում, քան քեզ հետ։ Հիմա էլ ընկա վրա դու կներես։ Ոչինչ, հալալ է, հիմա է ցավում, բայց որ գնանք ծնունդ, էլ չի ցավա, կնստես, կհանգստանաս։ Սենց անպատրաստ հենրի։ Չէ, հենց վատ միտքը, ավելի հրաժարվես։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես աղբորս հետ եմ։ Սենց խորը ցավերի մեջ ուր էլ գնաս հետդ կգամ։ Գոհ եմ, պատրաստակամությանը համար իմ համար հալալ, բայց կատակ էի անում։ Ես հիմա գնում եմ տուն, դուշ ընդունեմ ու քնեմ, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Չմոտենաս։ Այդ սուպերմենի հագուստդ հանի ու հանգիստ կանգնի տեղդ։ Այ հոգեկան հիվանդ, զենքը խաղալ է քեզ սարքել մարդաշատ վարերով մանես գալիս։ Ես կատակ չեմ անում։ Մի վարկյան կտևի ու դուք կկորցնեք ձեր անուշիկ մռութով աղջկան։ Հերու գնա երեխուցս, քան իմ ձեռքերով քեզ չեմ խեղտել։ Վերջին անգամ եմ զգուշացնում, եթե մեկդ տեղից շարժվել է, կոչնչացնեմ ձեր Անգելինային։ Վերջ տուր այ աղջի։ Վերջ տուր այս խայտարակությանը։ Բոլորի կյանքը փչացրիր։ Դու սրբություն չունես։ Հա, սրբություն չունեմ։ Իմ կյանքը խայտարակություն է, իսկ դուք բոլորդ ստեղ ծնունդ եք անում։ Ամբողջ կյանքում մենակ դու ես քեզ խայտարակ արել։ Ես ասել էի, որ չեմ հանդուրժելու ձեր երեքի միացումը։ Ձեր աղջիկը ձեզ միավորեց, ձեր աղջիկն էլ ձեզ կբաժանի։ Ես եմ մեղավոր։ Եթե այդքան մարդու ներկայությամբ իմ վրա մահափորձ անելու համար ես ոստիկանություն դիմեի, դու հիմա վաղուց արդեն բանտում կլինեիր, ու այսօր իմ երեխու վրա զենք չէիր պահի։ Զղջալու ես ես ամեն չավար սոս վերվերյան, կողացեցի, զղջալու եք բոլորըդ։ Բալես շատ վախեցար, կներես ինձ,
Կներես ինձ բալես, որ մեր պատճառով դու ստիպված ես այս ամեն ինչի միջով անցնել։ Հենց ու ծնողներս սեմը կտանի դու։ Հա, հենց հիմա դուրս կգանք։ Ուրեք տանում թող ցանվում է։ Սա կողմից ճակատագրական սխալ է։ Որոնք խնդրում եմ գոնե դու օգնի։ Ուսմ մնա մամ, դու ես անգամ բոլոր սահմանները տանցր։ Ոնց է հիմա անգելը։ Չէ, ես պիտի գնամ իրա մոտ։ Դե մաման ասաց Վիկտորիա հենց այդ տուն է գնացել։ Հա։ Այսինքն ոչ մեկին չեմ վնասել։ Չէ, հանգիստ տեղի։ Լիլիթին էլ ամուսինն ու որդին տարել են։ Դե հա։ Այդ դեպքում չեն գնա։ Կարող անգելը լավ է։ Հեն իրոք հիմա Անգելինային ավելորդ լարվածություն պետք չի։ Գնամ էլ ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի ձևով չենք կարող մեր հարաբերությունները հարթենք, նույն կետից ենք սկսում։ Ինչի կանգնեցիր։ Հալա նորմալ է գնա նստի ավտոն շարժվենք։ Բայց ոնց որ բան է եղել, թե ինչի պիտի կանգնեիր։ Ամեն ինչ նորմալ է, ջաջավակ։ Հա, դու ոչ նորմալ է։ Էս ինչ էր։ Միգուցե հիմա վատ բան եմ ասում, բայց վստահ եմ, որ այս ամենը կավարտվի այն ժամանակ, երբ Լիլիթին բժշկական օգնություն ցույց տան։ Դե լավ, եթե մենք ձեզ պետք չենք, ուրեմն մենք գնանք։ Շատ շնորհակալ ենք, երեխեք ջան։ Ոնց ես անգել։ Եթե մեքենան չնստես, պապայիդ հավերժ հանգստյան գոտի կուղարկեմ։ Բայց Արզնի, Դիլի ջան, Ծաղկաձոր չէ։ Այնտեղ, որտեղ հանգստանում են իր նման արյունոտ ձեռքեր ունեցող մարդիկ։ Բայց կլինի ես բացեմ։ Մերյանք գնացել են։ Մտքերով ես բալես։ Հələ մտքերով չլինի։ Այս ինչ վիճակ էր, այս ինչ ապրումներ էր։ Բա մենք մեր երեխու ծնունդը սենց ենք պատկերացնում։ Էլի փառք տանք Աստծուն, որ ամեն ինչ սենց ավարտվեց։ Եթե դեմ չեք, ես գնամ իմ սենյակ։ Բայց եթե լավ չես, ավելի լավ է մնամ ես հետ, մի առանձնացի։ Լավ է։ Ես եմ մեղավոր, ես քեզ պիտի տանեի շամպես գցեի ոստիկանություն, որ այսօր ինչը հասնեինք։ Ես կմեռնեմ, բայց բանտ չեմ ընկնի։ Արդեն ընկել ես, մի քանի րոպեից կհասնես բաժին ու քեզնով այնտեղ կզբաղվեն։ Պապ չէ, էլի այդ մեկը չէ։ Արամ սուս, քո հերթին ինձ հունից մի անի։ Պապ ախր որ մամային տարան ոստիկանություն էլ բաց չեն թողնի, հասկացի դա։ Իրա ուզածնել հենց էտա, որ միանա իրա սիրելի Աննայի հետ։ Արամ փակի մորդ բերանը, քանի ես դա չեմ արել։ Մի խոսա, էլի խնդրում եմ քեզ մամ, դու էլ ուղղությունդ փոխի, պապ, ոստիկանություն չեն գնում։ Արամ դու հասկանում ես ինչ էր ուզում աներ։ Նա մարդասպանա, չի կարող ազատության մեջ մնա։ Պապ, բայց հասկացի, էլի ինքը մերն է, ինքը ինձ կյանք տվողն է։ Մի անգամ աչք փակեցինք վրան, հասկացա, որ կարա նորից մարդասպանություն անի։ Զենքը վերցրել է եկել աղջկաս ծնունդին, ուզում է սպանի։ Ու կանեի, եթե դու ինչ խանգարեիր։ Լսում ես Արամ մորդ։ Լավ ես լսում։ Ոնց կանամ սրան ես բաց թողնեմ։ Պապ, բաց չթողենք, բայց բաժին էլ չտանենք, էլի։ Ուրեմն հոգեբուժարանում կհայտնվի։ Ես հոգեկան Իվան չեմ։ Դուք բոլորդ հոգեկաններ եք, ես չեմ։
եմ, կարաս գաս։ Արդեն սկսել եմ այս կարգի սխալվել հաշվարկներից մեջ։ 99.9%-ով վստահ եմ, որ պապայիդ համար լավ աղջիկ ես խաղալու ու վերադառնալու ես Հենրիիս մոտ։ Ափսոս։ Պարոն Շախոս, ձեր տրամադրության տակ եմ։ Ապրես։ Բան ուղարկեց դիտես եկավ։ Սա ինչ է։ Քեզ մի ծանրաբեռնի։ Դուր թող օրենքի մարդիկ զբաղվեն դրանով։ Ոչ մի խնդիր։ Կարաս գնաս։ Չմոռանաս, հետս կապի մեջ կլինես։ Լավ։ Ես չէի ուզում, հերու աղջիկ հասցրեցիք։ Ալո։ Դավիթիս հետ ամեն ինչ նորմալ, հա։ Ուր է երեխես։ Քնած է երեխան։ Մինչև այդ աննորմալ քրոջը չբռնեն, ավելի լավ Դավիթս իմ մոտ մնա։ Բարև Միքայել։ Նախ Լիլիթը չէր եկել Դավիթին վնասելու։ Եվ հետո մենք այնտեղ էինք ու երբեք թույլ չէինք տա, որ նա մոտենար Դավիթին։ Այնպես որ անհանգստությունը տանտեղի է։ Դե ամեն դեպքում թույլ տվեք անհանգստանալ, հա, եթե իհարկե կարելի է։ Քանի եկել ես, ես էլ էի ուզում քեզ մի բան խնդրեի։ Ապա։ Հենրիի հետ խոսի ու իմ անունից խնդրի, որ Անգելինայի կարգավիճակի մասին չմոռանա։ Ու երեխուն հանգիստ թողնի։ Ինչի համար էր եկել։ Առանց էդ էլ երեխես տրամադրություն չուներ, ավելի տրամադրությունը փչացրեց։ Հեր ինչ էր եկել նախ, ես է եկել։ Ինչի համար էր եկել։ Դե եթե երեխան բան չի ասել քեզ, ուրեմն նպատակահարմար չի գտել։ Դավիթից լավ կնայես։ Ես ինձ չեմ ների։ Ինչը չես ների։ Հեչ մամ մտքերով էի։ Բալես շատ անհանգիստ ենք։ Դու ոնց ես։ Չեմ ուզում ստեղ մնաս, արի չի ներքևել է։ Լավ եմ մամ, հեսակիչն եմ։ Ես կկշվեմ։ Արշավի! Արշավի! Հանգստացի։ Ես ապրանք չեմ, որից են ծենց վարվում։ Ուրեմն քեզ մարդու պես պայիր։ Պապ դե հերիք է էլի։ Սիրտը ցավում է մորդ համար։ Հասկանում ես, որ սա վտանգավոր է հասարակության համար։ Հասարակության չէ, քո ու քո Աննայի ու ձեր անիծյալ աղջկա։ Լսեցիր, անձանցիներ։ Պապ դու տենց իրան ավելի ես ցավ պատճառում։ Մամայդ օգնություն է պետք։ Եթե բանտում չի, ապա հոգեբուժարանում։ Այնտեղ հաստատ իրան կօգնեն։ Ես գիրս չեմ, որից հոգեբուժարանում պահեք։ Էդ դու ես ինձ գիրս սարքում, որ քո ճանապարհը ազատես։ Բայց այդ քեզ չի հաջողվի, որովհետև ես մենակ չեմ, իմ տղերի մենա լսում ես։ Պապ ախր հասկաց ինքը իմ մերն է։ Իմ սիրտը ցավում է իր համար, պապ։ Մորդ մանիպուլյացիաներին կուլ մի գնա։ Դու սա անում ես, որպեսզի չտեսնես մորդ տառապանքները։ Իսկ ես ինչ է թվում, ես խիղճ չունեմ, իմ խիղճը թաղել եմ, հասկանում ես, եթե դու իրան հիմա օգնես, առաջինը իրան ես վնաս տալու, հետո բոլորիս։ Արամ օգնի, խնդրում եմ։ Պապ, դու մի բան լավ իմացի։ Ինչ ուզում ալ լինի, ես մորս հետ եմ լինելու։
Լսում ես ինչ ես խոսում։ Բաբ կլինի խոստով անես, որ այս ամեն ինչի միակ մեղավորը մենակ դու ես։ Արամ օգնի խնդրում եմ։ Օգնի ինձ արամ խնդրում եմ։ Մամ այդ խոսքերի ազդեցության տակ ես հիմա Արամ։ Դու ինքդ տեսար ինքը ինչ էր պատրաստվում աներ։ Ու կաներ, եթե ձերքը չբռնեի։ Ախր դու կարայիր չէ չամուսնանայիր մամայի հետ։ Չթողեիր, որ ամեն ինչը այսքան հեռու գնար։ Չդժբախտացնեիր թե քեզ, թե մամային։ Արամ։ Պապ, մամայի հետ քո ամուսնությունը ուղղակի վրեժ ա եղել։ Վրեժ ուղղված Աննային, ուրիշ ոչ մեկի։ Ու եթե դու ուրիշի հետ ամուսնանայիր, դու այդքան ցավ չէիր պատճառի Աննային։ Ուղղակի վրեժ ա եղել այս ամեն ինչը։ Բաց թողեք ինձ։ Բաց թողեք։ Ես դուրս ես գալիս։ Հա, դուրս եմ գալիս։ Այս ժամին ուր ես գնում։ Ու շատ անհանգիստ տեսքով։ Ես որոշել եմ վերադառնամ Հենրիի մոտ։ Վերադառնում ես Հենրիի մոտ։ Չհասկացա։ Ուզում ես հաշտվես։ Սպասում էիք, որ Զաքսով բաժանվեք, որ միասին հետո լինեք։ Ինչի հենց հիմա գիշերով ինչ որ բան ա եղել։ Մեր այդքան համոզելուց հետո չընթառաջեցիք, չվերադարձար։ Իսկ հիմա ինչ պատահեց հանկարծ։ Շատ հանկարծ հասկացա, որ երեխան պիտի ծնողների կողքին մեծանա։ Շատ անսպասելի էր որոշումդ։ Դեմ եք։ Չէ, դեմ չենք։ Ուղղակի զարմացած ենք։ Շատ տարօրինակ եւ անսպասելի է թվում քո որոշումը։ Ես արդեն որոշել եմ։ Ճիշտ է Հենրիին հնարավորություն տալն է։ Բայց դեմքիդ ուրախություն չկա։ Բայց ինչի գիշերով։ Մնա առավոտը կգնաս։ Մինչև առավոտ ուշ կլինի։ Ինչի համար ուշ կլինի։ Կարող եմ մինչև առավոտ որոշումս փոխեմ։ Գնացի։ Լավ էլ հավաքվել եք։ Հա, դե բա ինչ անենք։ Շեյքի աշխատող ենք, դարը ենք պարապ 5 րոպե ենք ունենում, նստում ենք, սկսում ենք քննարկել, որը որից հետո է։ Դե հա դու այդ ամեն ինչը ժպիտով ես ասում։ Ապրես։ Բայց իմ սիրտը կանգնեց մինչև հասա Աննայի տուն ու համոզվեցի, որ Դավիթիս հետ ամեն ինչ նորմալ է։ Հետո մեր երեխուն բեր մեր տուն էլի։ Չհասկացանք։ Պապի, երեխան մոր մոտ է, ու այդ է ճիշտը։ Միանշանակ համաձայն եմ։ Չեմ ասում ինձ տանեն, աղանջում եմ, մի թողից մենա։ Մերս քեզ կօգնեմ։ Աղաչ։ Դու դուրս կգաս այս վիճակից, խոստանում եմ քեզ, ամեն ինչ լավ է լինելու։ Խնդրում եմ քեզ, ես գիժ չեմ, ինձ թող չտանեն, աղանջում եմ։
Թողից խնդրում եմ, մի արեք։ Հեռու գնա։ Ես զգուշացրել եմ, որ իրան այնտեղ լավ նայեն։ Շնորհակալ եմ հատուկ վերաբերմունքի համար։ Անգել։ Իմացել էինք ինչ ա եղել, ոնց ես հիմա։ Բարեկել եմ հասել եմ, ստեղ ուրեմն լավ եմ։ Այս անգամ առանց պապայի ոնց էր։ Համել ծնունդը շնորհավոր վերջի։ Շնորհավոր անգել։ Մարդը իր ոտքով ծննդյան օր եկեղեցել այստեղ։ Հրավիրեք թող գա առաջ։ Լավ է, շնորհակալություն։ Ինչ որ հարցով ես եկել մեր տուն։ Եկել եմ մնամ։ Եթե իհարկե դեմ չես։ Ինձանից օգնություն էր խնդրում։ Բայց ես թողեցի, որ իրան տանեն հոգեբուժը։ Այն ինչ որ դու արել ես իր համար, հետո ինքը քեզ շնորհակալ կլինի։ Հենց իմացա ինչ ա եղել եկա։ Մոտ է եղի, սփոփի, ինձ թշնամու պես անկալում։ Կներես, որ կողքդ չէի։ Ես որ ստեղ էի ինչ կարացա անեմ։ Ոչ մի բան։ Օրոն դու էլ լավ գիտես, որ մամայի օգնություն ա պետք։ Ես մի բան լավ գիտեմ, Մերի։ Հոգեբուժանը մամային վերջնական խելագարության կհասցնի։ Անգել ինչ ես խոսում, ես էլ Հենրին էլ շատ ուրախ կլինենք։ Պա բարի խոսանք։
դրանից լավ չեմ առնում։ Անգել, խնդրում եմ վարի բարձրանանք քո սենյակ, լավ։ Ուղղակի չեմ հասկանում ինչ ես արտասում, եթե քո կամոք ես եկել։ Արի բարձրանանք։ Շատ գոհունակ հայացք ունես։ Այդ ինձ ստիպում է մտածեմ, որ քո մատը խառն է այս պատմության մեջ։ Ինչի գոհ չես։ Ինչ ես արել։ Ծնունդին որպես նվեր ուղարկել եմ այն վիդեոն, որտեղ իր պապան մարտասպան։ Մի շարունակի։ Նա դե դերից դուրս արի։ Քեզ պետք էր, որ կինդ ու երեխեդ կողքդ լինեն, մի տան մեջ։ Էլ ինչ ես ուզում։ Հա բայց ինչ գնով։ Ու ինչ գնով։ Ու դու հիմա սենց հանգիստ կանգնել ասում ես, որ կնոջս ու երեխուս բերել ես մեր տուն, պապ։ Ես իմ ուզածին ցանկացած գնով հասնում եմ։ Այդ քո մեթոդն է։ Բայց ես այդ մարդը չեմ, պապա, ում հետ կգան ու ստիպված կապրեն։ Ինձ քո հետ նույն նավը մի նստացրու։ Ու էսա շնորհակալությունդ։ Ինչի համար շնորհակալություն հայտնեմ, պապ։ Ինչի։ Որ կյանքս խորտակեցիր։ Չես խոստովանում, որ կյանքս դժոխք ես սարքել։ Ինչքան վատ բան կա արեցիր։ Որ հիմա ինչքան էլ ուզեմ, ինչքան էլ ցանկություն ունենամ կյանքս քո թողած բծերից չեմ կարանալու մաքրեմ։ Լավ է սկսել ես, այտենց մինչև վերջել գնա։ Էս վերջն է։ Էլ երբեք իմ կյանքին չես խառնվում։ Ես քո նման չեմ կարա ստիպեմ, որ մարդը իմ կողքը մնա ու իմ հետ ապրի։ Կոտ տեղից ներքև ես հարվածում։ Ես ինչքան էլ հարված եմ, քո տված հարվածներին չի անցնի։ Ես ամեն ինչը շատ տարօրինակ է։ Շատ։ Ինչ ես մտածում։ Ինչ պիտի մտածեմ։ Սրանք երեխուս սպառնացել են։ Քո կարծիքով եթե վիճակը կրիտիկական լիներ, մեզ չեր ասի։ Հաշվի առնելով վերջի դեպքերը, չէ։ Ինչի համար ես եկել, Անգել։ Ասացի արդեն, որ մնամ։ Թե որ հորդ փրկես։ Ինձ սենց միություն պետք չի։ Նման ընտանիքի միացում առավել ևս, Անգել։ Շատ ապրես, որ պապայիդ ավելի բարձր դասեցիր։ Ու հանուն իրա պատրաստ ես իմ հետ ապրել։ Շատ կներես հորս, որ քեզ փաստի առաջականգնացրել։ Բայց ինձ սենց զոհություններ պետք չեն։ Կարանք առանցին խոսանք։ Չէ։ Չենք կարա։
ոնց եկել ես, նենց էլ գնա։